2025 թվականից հետո տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի Հանրապետությունում էական նշանակություն ունեցան ընդհանրապես մեր երկրի ապագայի համար, բայց քանի որ ես մամուլում տարբեր հրապարակումներում տեսնում էի արձագանքներ եւ շատ դեպքերում ինձ համար անհասկանալի էր, թե ինչի է մեկնաբանվում այդպես եւ ինչի է այդպես ընկալվում։ Հետո երբ որ սկսեցի հետաքրքրվել, այդ նաեւ ուսանողների հետ հանդիպումներ, իմ գործընկերների հետ հանդիպումներ, գործարար շրջանակների հետ հանդիպումներ, հասկացա, որ կարիք կա մեկ անգամ եւս ամբողջական ներկայացնել ինչա տեղի ունեցել 2025 թվականից հետո Հայաստանի Հանրապետություն։ Որտեղ ինքը 2025 թվականը ճակատագրական տարի է մեզ համար, այն ինչ որ տեղի ունեցել 25 թվականից հետո, դրանք ճակատագրական նշանակություն ունեն եւ կունենան Հայաստանի ապագայի համար։ Եվ այդ առումով թեմայը ընտրվեց հենց վերնագիրը զարգացման հեռանկարներ, նաեւ ինչ մի հանգամանքեր կար, շատերս երբ որ անդրադառնում ենք մեր այսօրվա իրավիճակին եւ ուզում ենք հասկանալ, թե ընդհանրապես ինչա տեղի ունենալու վաղը միսուր։ Իհարկե, անցյալը նույնպես կարեւոր է, անցյալը պետք է չմոռանալ, բայց պետք է կարողանալ գնահատել եւ այսօր եւ վաղը։ Եվ երբ որ մենք փորձում ենք ապագան գնահատել կամ կանխատեսել, առաջին հերթին ինքներս պետք է հասկանանք, թե ինչ միջավայրում ենք այսօր գտնվում։ Սա շատ կարևոր է, հանգամանք է եւ այս առումով մեր ցանկացած նախաձեռնություն, որը միտում ունի Հայաստանի ապագային եւ միտում ունի ապահովելու բարեկեցիկ կյանք եւ զարգացող երկիր ունենալու ձգտումը իրականություն դարձնել, նախ եւ առաջ պետք է այսօրվա իրավիճակը գնահատել եւ նաեւ ոչ թե անընդհատ եղած գործերը թողնել ապագային, ինչպես մեր մոտ շատ կա։ 2025 թվականի հունվար ամսին Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ համատեղ ստորագրվեց ռազմավարական գործընթացի վերաբերյալ մի փաստաթուղթ։ Եվ այդ ժամանակ քննադատությունը մեծ ալիք բարձրացավ, թե ինչպես է կարողանում դուք հին ադմինիստրացիայի Միացյալ Նահանգների արտգործնախարարության այդպիսի կարևորագույն փաստաթուղթ ստորագրում, դա ոչինչ է, կգա նոր ադմինիստրացիան, արդեն Թրամփը ընտրվել էր եւ հունվարի 20-ից հետո այդ փաստաթուղթը ոչինչ կլինի, բայց մենք նաեւ ինչ որ ձևով միգուցե առաջնորդվում ենք էլի մեր մոտեցումներով, մեր պատկերացումներով, չգնահատելով, որ Միացյալ Նահանգների նման երկրներում կամ ընդհանրապես կայացած երկրներում ինստիտուտներն են աշխատում, իսկ այդ ինստիտուտները ունեն հիշողություն, եւ այդ հիշողությունը ուղղակի մի օրով չի։ Այդ հիշողությունը երկարաժամկետ է եւ հիմա ինստիտուցիոնալ այդ հիշողության խնդիրը մենք այսօրվա մեր կյանքում, մեր պրակտիկայում, հատկապես կառավարման, պետական կառավարման պրակտիկայում մեծ խնդիրների առաջ է կանգնեցնում, բայց շատ օրինակելի է եւ տեսեք դրանից հետո այն անհանգստությունը, որ կար, որ նոր ադմինիստրացիան այլևս Հայաստանի Հանրապետության հետ, կառավարության հետ, իշխանության ներկայացուցիչները չի համագործակցի, որովհետև տեսեք ինչ փաստաթուղթ ստորագրել նախորդի հետ հունվարի 14-ին, պարզվեց, որ հակառակը եղավ։ Ընդամենը որոշ ժամանակ հետո Միացյալ Նահանգների շատ ակտիվ սկսեց համագործակցություն, իրենց կողմից առաջարկություններ եղան, առաջարկություններ, որոնք ընդունվեցին Հայաստանի Հանրապետության կողմից, առաջարկություններ, որոնք եղան նաև Ադրբեջանին եւ հետո այդ առաջարկությունները վերածեցին այն փաստաթղթին, որի մասին մենք կանդրադառնանք, բայց մինչև այդ էլի 2025 թվականի մարտի մի ոչ պակաս կարևոր իրադարձություն տեղի ունեցավ, երկարաժամկետ բանակցություններից հետո Ադրբեջանը եւ Հայաստանի Հանրապետությունը հայտարարեցին, որ ավարտվել են բանակցային գործընթացները եւ խաղաղության համաձայնագիրը արդեն սեղանին է գտնվում։ Սա էլ անսպասելի էր շատերի համար, որովհետեւ այդ քննարկումները շատ երկար էին տևել, այդ քննարկումների մեջ կային երկու կողմից բարձրացված հարցեր, որոնք ընդհանրապես ի սկզբանե, երբ որ այդ փաստաթղթին ծանոթանում էինք, չէինք պատկերացնում, որ կարելի է գալ որոշակի համաձայնության։ Բայց պարզվեց, որ մի կարևոր գաղափար կար, որը ընդունելի էր եւ երկու երկրների համար եւ ընդհանրապես միջազգային պրակտիկայում առավել եւս երբ որ մենք շարժվում ենք ընդունված կանոններով միջազգային, խոսքը վերաբերում է խաղաղությանը եւ հարևանների հետ բարեդրացական հարաբերություններ ունենալու։ Եվ երբ որ օրակարգում այդ հարցը դարձավ որպես սկիզբ
եւ այդ հարցի իրականացման համար ճշտվեցին այն սկզբունքները, որով առաջնորդվում են երկու երկրները, իսկ այդ սկզբունքներն էին տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, փոխադարձություն եւ իրավազորություն։ Այսինքն, եթե մենք այդ սկզբունքներն ենք ընդունում եւ այդ սկզբունքներով ենք առաջնորդվում, մենք բարձրացումը կարող ենք այդ սկզբունքների ներքո կամ այդ սկզբունքների հիմք ընդունելով ընդհանուր համաձայնության գալ։ Եվ այն չլուծված հարցերի հետ կապված կար այսպիսի մոտեցում, եթե կան այնպիսի հարցեր սկզբունքային, որոնք այսօր քննարկման ենթակա չեն եւ մենք այսօր լուծում չունենք, մի կողմ ենք դնում եւ առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ փաստաթղթի մեջ ներառում ենք բոլոր կարևորագույն հարցերը։ Եւ բայց կար փաստաթղթի մեջ երկու կետ, որոնց հետ համաձայնության մինչև վերջ չենք եկել, երկու կետերից մեկը վերաբերում էր ԵԱԿ-ի Միսկի խմբի լուծարմանը, որը ստեղծվել էր Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման համար եւ ըստ էության Միսկի խմբի շրջանակներում էին 1994 թվականից մինչև 2025 թվականի բոլոր բանակցությունները տեղի ունեցել, թեկուզ Միսկի խումբը 2020 թվականից հետո կամ 21 թվականից ըստ էության չէր գործում, եւ երկրորդ մի կետ կար, որը մինչև հիմա դեռևս որպես այդպեսին չլուծված է, Ադրբեջանի առարկությունը սահմանադրության անկախության հռչակագրի հետ կապված Հայաստանի Հանրապետության։ Բայց մենք որոշեցինք, որ պետք է առաջ գնանք, պետք չի թողնել այդ հարցը չլուծված եւ շարունակում ենք մեր քննարկումները եւ մի պահ եկավ, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեր բանակցությունները բերեցին մի կետի, որտեղ որ առաջարկություն եղավ Միացյալ Նահանգներում ստորագրել փաստաթուղթ խաղաղության հաստատման վերաբերյալ եւ առաջարկությունը երկու երկրներ ընդունեցին եւ օգոստոսի 8-ին ըստ էության Միացյալ Նահանգներում Վաշինգտոնում Սպիտակ տանը Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի մասնակցությամբ տեղի ունեցավ այս արարողությունը, եթե մեզ ասեի, որ ընդհանրապես այս փաստաթուղթը հնարավոր է նման փաստաթուղթ ստորագրել նույնիսկ մի քանի ամիս առաջ արդեն օգոստոսի 8-ից դա անհավանական էր, առաջին հերթին դա մի համաձայնագիր էր, որը ստորագրվեց երկու երկրների ղեկավարների կողմից եւ նախագահ Թրամփի մասնակցությամբ, բայց ի վերջո նախագահ Թրամփի ստորագրություններ կա այդ փաստաթղթի տակ։ Եվ դա հիմնական սկզբունքներն էր, որի շրջանակներում համաձայնության եկան, որ երկու երկրները պատրաստ են խաղաղ ապրել, հաստատում են նախաստորագրումը, որը տեղի ունեցել մինչ այդ երկու երկրների Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջև։ Դրանից հետո ստորագրվեց արդեն Հայաստանի Հանրապետության հետ առանձին փաստաթուղթ 3 համաձայնագրերով, որոնցից մեկը վերաբերում է խաղաղության խաչմերուկին, մյուսը վերաբերում է արհեստական բանականության կենտրոնի ստեղծմանը կամ կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության եւ երրորդը էներգետիկ անվտանգության։ Եվ ի վերջո այս ամենից զատ առանձին պայմանավորվածություն եղավ, որ մեզ բոլորիս շատ հետաքրող, մեզ բոլորիս շատ անհանգստացնող Հայաստանի Ադրբեջանի հարաբերություններին ամենայնպես 2020 թվականի իրադարձություններից հետո ամենակննարկող հարցի լուծման տարբերակ, խոսքը վերաբերում է Հայաստանի հարավային սահմանին, 42 կիլոմետրանոց սահմանին, որը ըստ էության Հայաստանի անկախության գրավականներից էր եւ պայմանավորվածություն ձեռք բերեց, որ հիշում եք պատմությունը, Ադրբեջանը միշտ խնդիր ուներ, որ Նախիջևանը իր տարածքը, որը անջատված է իրենից եւ 42 կիլոմետրանոց այդ տարածքը, որ Հայաստանի ինքնիշխան տարածք է, իրենք ցանկություն ունեն, որպեսզի անխոչնդոտ կարողանան օգտագործել այդ ճանապարհը եւ որևիցե ձևով պայմանավորվածություններ չէր ստացվում։ Պայմանավորվածությունների հիմնականում չէր ստացվում այն պատճառով, որ վստահություն չկար միմյանց նկատմամբ։ Դա էր հասկանալի, բացատրելի էր, ի վերջո 30 եւ ավելի տարի մենք գտնվել ենք հակամարտության մեջ եւ այդ հակամարտության հետևանքները վերացնել է ժամանակի խնդիր է։ Վաշինգտոնում ստացվեց համաձայնության գալ որոշակի պայմանավորվածություններ, որ Միացյալ Նահանգները ինքը այդտեղ ներդրումներ կանի, բայց դա կմնա որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Այսինքն նույնիսկ ամեն ինչ որ կատարվելու է այդտեղ
Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության սահմանադրության ներքո է լինելու եւ մի իհարկե նաեւ միջազգային որոշակի պայմանավորվածությունների շրջանակներում, որովհետեւ ի վերջո այնինչ նախատեսվում է այդ 42 կիլոմետրանոց ճանապարհի հետ անել, այդտեղ պետք է ներդրումներ լինել։ Եվ այդտեղ նաեւ անվան հետ կապված համաձայնության եկան եւ որոշեցին անունը կոչել TRIP, երեք համաձայնագրերից մեկը վերաբերում էր կիսահաղորդիչների արտադրության, այսպես ասեմ, եւ նաեւ արհեստական բանականության կենտրոնի ստեղծման։ Ես քանի որ պոլիտեխնիկում եմ գտնվում, վստահ եմ, որ պոլիտեխնիկին առանձնահատուկ հետաքրքրություն պետք է առաջացնի այս մասը։ Սա անհավանական մի համաձայնագիր է, ինչի եմ ասում անհավանական, որովհետեւ ժամանակին, երբ որ ես զբաղեցնում էի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը, կարողում ենք երազում էինք հնարավորություն ստանալ ոչ թե որևիցե մի երկրից գնել պարզապես ապրանք, այլ տեխնոլոգիա։ Ցավոք սրտի, այդ ժամանակաշրջանում մեր բոլոր բանակցությունները, մեր բոլոր խոսակցությունները որևէ երկրի հետ արդյունք չէին տալիս, այդ թվում նաև ես կարող եմ առաջընկնել ասել, նույն վերաբերում է ռազմաարդյունաբերական համագործակցությանը։ Մենք ընդամենը մաքսիմում կարող ենք որոշակի առանձնապես հետաքրքրություն չներկայացնող որոշ երկրների համար ամենայնպես տեխնոլոգիապես հին սերնդի ծառայություններ կամ ապրանքներ ստանալ։ Եվ մենք երազում ենք, որպեսզի կարողանանք իրականում այդ հնարավորություններից օգտվել, բայց այդ հնարավորություններից օգտվելը եղավ դա 24 թվականից հետո քաղաքական որոշակի իրավիճակի փոփոխություն, Հայաստանի դիրքորոշման փոփոխություն, Հայաստանի հստակ նաև դիրքորոշման փոփոխություն այն առումով, որ իրականում մենք հայտ ներկայացրեցինք եւ դրա մասին հրապարակավ խոսվել է, ասվել է արտաքին քաղաքականության մեր ռազմավարության մեջ դա ամրագրված, որ մենք որևիցե մի երկրի հետ պատերազմելու ցանկություն չունենք, առավել եւս հարևանների հետ, մենք բոլոր հարևանների հետ խաղաղ եւ բարեդրացական ապրելու քաղաքականություն ենք իրականացնում, այսպես կոչված դիվերսիֆիկացված քաղաքականություն ենք իրականացնում, որևէ մի երկրից կախվածություն ունենալու միտում չունենք մեր քաղաքականության մեջ, ընդհակառակը մենք այս դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականության մեջ, նաև տնտեսական քաղաքականության մեջ պատկերացնում ենք ունենալ յուրահատուկ տեղ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության եւ աշխարհագրական դիրքը, հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության կարողությունները։ Եվ այդ կարողությունների մեջ մեզ համար առանձնահատուկ էր հենց բարձր տեխնոլոգիաները, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը։ Երբ որ ստորագրվեց այս փաստաթուղթը, այդ ժամանակ նաև մենք օրակարգում ընդգրկել էինք հենց այդ բնագավառը եւ համաձայնություն ստացանք, որ կարող ենք օգտվել NVIDIA-ի կողմից այդ ժամանակվա ամենավերջին կիսահաղորդիչի արտահանելու կամ ներմուծելու իրավունքից։ Եվ այդտեղ էր, որ արդեն ցանկություն առաջացավ մասնավոր ընկերությունների կողմից, Firebird-ի կողմից ստեղծել ընկերություն, որը Հայաստանի Հանրապետությունում արհեստական բանականության կենտրոն կկառուցի եւ այդ արհեստական բանականության կենտրոնի սկզբնական ներդրումները դրանք կազմում էին $400 միլիոն, 400 միլիոն դոլարի ներդրումը, բայց պարզվեց հետո ավելի էլի առաջ գնանք, դարձավ 4 միլիարդ հիմա։ Եվ այդ 400 միլիոն ներդրումման համար իհարկե մեզ հարկավոր են հենց այդ գեր ժամանակակից կիսահաղորդիչները, որի իրավունքը մենք ստացանք, որը արդեն որոշակի քանակություն ներմուծվել է եւ գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա շինարարական աշխատանքներն են կատարվում, դա կատարվում է Երևան, Սևան, Մայրուղու, Հրազդանի մասում, Հրազդանի մոտակայքում։ Ինքը լինելու է ժամանակակից տեխնոլոգիական կենտրոն, որտեղ երկու կոմպոնենտ կա, որ մենք պետք է կարողանանք ապահովել։ Առաջինը էլեկտրոէներգիա, սպառման համար 100 մեգավատ էլեկտրոէներգիայի կարիք լինելու եւ իհարկե գիտելիք եւ մարդիկ։ Հիմա նաեւ ես այստեղ եմ գտնվում նաեւ այդ պատճառով, որպեսզի դուք տեղյակ լինեք, որ հատկապես այն մարդիկ, ովքեր որ տեղեկատվական տեխնոլոգիական բնագավառում են կրթություն ստանում, իրենք շատ պահանջված են լինելու Հայաստանի Հանրապետությունում առաջիկա չգիտեմ քանի տասնամյակում։ Որտեղ այս կենտրոնը սկսում է աշխատել եւ սրան զուգահեռ արդեն երկրորդն է սկսում աշխատել, որ իր կարողությունները մոտ 10 անգամ ավելի հզոր է լինելու եւ եթե մենք խոսում ենք հիմա 100 մեգավատի մասին, 300 մեգավատ, ասենք հզորության էլեկտրոէներգիա, դա արդեն Հայաստանի Հանրապետության ապագայի առումով
լրջագույն երաշխիքները։ Ատոմակայանը 2026 թվականից հիմա արդեն եթե չեմ սխալվում Երևանից կամ այս 2 օրվա ընթացքում պետք է կանգնի եւ մոտ 5 ամիս բավականին երկար ժամանակ, որովհետեւ սովորաբար երբ որ ինքը ընթացիկ վերանորոգման կամ վառելիքի դիսկավորման նպատակով կանգնեցվում է 40 օր։ 5 ամսվա ընթացքում պետք է հերթական անգամ ուսումնասիրվի եւ նաեւ լրացուցիչ աշխատանքներ կատարվեն, որպեսզի մենք կարողանանք ատոմակայանը եւս 10 տարի շահագործենք։ Այսինքն մենք ատոմակայանը մեկ անգամ շահագործման ժամկետը երկարացրել ենք 10 տարի եւ հիմա նորից մենք հնարավորություն ենք ստանալու եւս 10 տարի ատոմակայանը աշխատացնելու եւ արդեն մենք պետք է այս տարվա մինչեւ վերջ ամենայն դեպս այդպես է նախատեսված կարողանանք վերջնական որոշում ունենալ թե նոր ատոմակայան ունենալու ենք թե չէ եւ եթե նոր ատոմակայան ունենալու ենք ինչ տիպի ատոմակայան պետք է լինի դա որովհետեւ նոր էլի ժամանակակից այս գիտատեխնիկական նոր տեխնոլոգիական դարաշրջանում նոր ատոմակայաններ են հայտնվել որոնք ավելի փոքր են մոդուլյար են այսպես ասած կոչվում որ իրենք մոդուլյար փոքր են արագ են կառուցում քիչ ֆինանսական ներդրումներ են պահանջում եւ մի առավելություններն է որ եթե անհրաժեշտություն է լինում նրա կողքը կարելի է մի հատ նորից այդպիսի մեկը կառուցել այսինքն դուք եթե հիմա Հայաստանի Հանրապետության ատոմակայանի հզորությունը 400 մեգավատ է մենք կարող ենք մի հատ դրանից կառուցել կամ դրա կեսը անհրաժեշտության դեպքում ավելացնել եւ սա բավականին արդյունավետ է մի խնդիր կա մոդուլյար ատոմակայանների որ մինչ հիմա մինչև վերջ սերտիֆիկացված այդպիսի ատոմակայան չկա այդ նաեւ սա Միացյալ Նահանգներից է գալիս որ Միացյալ Նահանգներում կամ Եվրոպական միությունում վերջին նորությունը նա է որ Ռումինիայում ավարտված այդպիսի մի ատոմակայան կա հիմա ինքը փորձարկումների մեջ է մենք բոլորս անհամբեր սպասում ենք ոչ միայն մենք Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես մարդկությունը եւ աշխարհում հատկապես այդ բնակավարում մարդիկ մասնագետները որովհետեւ դա է հեղափոխություն կանի էներգետիկայի բնակավարում այս պայմանավորվածությունները պարզապես պայմանավորվածություններ չեն սրանք մեծ նշանակություն ունենալու նաեւ ապագայի համար եւ այս մտքի շարունակությունը արդեն գալիս ենք հիմնականում նաեւ թրիփին որովհետեւ շատերի համար սա թվում է որ միայն ինքը ճանապարհ է այդ ճանապարհի մի իմաստը նույնիսկ երկաթգիծը որտեվ նախկինում գործող խորհրդային միության տարիներին այստեղ կան մարդիկ որոնք միգուցե կհիշեն միգուցե օգտվել են ամենայնիվս ես օգտվել եմ այդ ճանապարհից որը Երևանով Հայաստանով գնում էր Նախիջևանից Մեղրիից շարունակում էր ճանապարհը մի ուղղությամբ գնում էր դեպի Կապան Մինջևանով եւ մյուս կողմը շարունակում էր դեպի Բաքու դեպի Ադրբեջան ես նաեւ ավելացնեմ ձեզ որ այդ ժամանակվա բեռնափոխադրումների 70-80%-ը կատարվում էր հիմնականում այդ երկաթուղով որտեղ այն երկաթուղին որից հիմա մենք օգտվում ենք ինքը տեխնիկապես ծանր բեռներ տեղափոխելու հնարավորություն չունի եւ նաեւ ինքը տնտեսական առումով արդյունավետ չի որովհետեւ պատկերացրեք մեր այսօրվա գործող երկաթուղու առանձին մասեր արագությունը 12-ից 14 կիլոմետր/ժ խոսքը վերաբերում է հիմնականում Ալավերդու այդ ձորին Չմոռանանք որ այդ երկաթուղին կառուցվել է 1890-ական թվականներին եւ այդ ժամանակ այդ 12 կիլոմետրը մեծ արագություն էր Հիմա ժամանակակից երկաթգծերը որ կառուցում են դրանք 140-150 կմ/ժ արագությամբ է եւ մենք այստեղ արդեն խնդիր ունենք որովհետեւ սրան զուգահեռ Ադրբեջանը հայտ է ներկայացրել ցանկություն ունի կառուցել նոր երկաթուղի որը կմիացնի Նախիջևանը Ղարսի հետ եւ այդտեղ պատրաստ են ներդնել մոտ 2 միլիարդ մի քիչ ավել գումար այսինքն մենք հիմա մի այնպեսի իրավիճակում ենք հայտնվել որ պարտավոր ենք ուղղակի որպեսզի կարողանանք օգտվել այն հնարավորությունից որ այսօր ունենք если նկատի ունեմ այդ 42 կիլոմետր տարանցիկ ճանապարհ ունենալու հնարավորությունից մենք պարտավոր ենք ուղղակի դա ավարտել եւ մի քիչ ավելի թարմ երեկվա հայ-ռուսական Մոսկվայում տեղ ունեցող բարձր մակարդակի հանդիպումից ելնելով խոսքը վերաբերում է մեր երկաթուղուն որ այսօր հանձնված է ռուսական երկաթուղու կոնցեսիոն կառավարման եւ ըստ էության այդ երկաթուղին ինքը սնվում է մեր պետության կողմից տրված սուբսիդիաներով կոնցեսիոն պայմանավորվածությունը այսպեսին է իհարկե ինքը կարող է սուբսիդիաներով չսնվել բայց այնպեսի սակագին կսահմանի որ մենք այդ սակագինով ուղղակի որևէ ապրանք չենք կարող տեղափոխել նույնիսկ ոսկի իմաստ չի ունենա տեղափոխել ամենաթանկ ապրանքը այսօր
Բայց մենք հարց ենք բարձրացրել եւ ինչի ենք հարցը բարձրացրել այդպես, որովհետեւ ռուսական կողմը ներդրումներ ինքը չի ուզում անի։ Ինքը գտնվում է սահմանափակման մեջ, հասկանալի է, որ այն երկաթուղին, որ այսօր որ կա, ինքը արդյունավետ չի կարող աշխատել։ Եվ որպեսզի այդ երկաթուղին արդյունավետ կարողանա աշխատի եւ բավարարի եւ տնտեսությանը եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությանը, նա պետք է ներդրումներ անի, իսկ ներդրումներ անելու համար նախ եւ առաջ պետք է նաեւ քաղաքական որոշակի որոշումներ կայացվի։ Առաջինը վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը։ Որտեղ եթե հայ-թուրքական սահմանը բացվում է, գործող երկաթգիծ կար։ Մինչև 1993 թվականը, որ աշխատում էր, դա Ղարսի երկաթգիծն է, եւ ժամանակին, երբ որ կառուցվել է Լենինգրադից, Սանկտ Պետերբուրգից այդ ժամանակվա դեպի Ղարս երկաթգիծը, հենց այդ նպատակով է եղել ցարական Ռուսաստանի ռազմավարական նշանակություն ունեցող երկաթգիծը եղել ինքը այդ իր տարածքները ընդլայնելու քաղաքականություն դրանում։ Այսինքն մինչև Ղարս կառուցվել է երկաթգիծ, որը մինչև 1993 թվականը աշխատել է։ Գյումրի, Կարս հիմա այդ երկաթգծի բացումն է շատ էական նշանակություն ունենում մեզ համար, եւ այդտեղ նաեւ պետք է աշխատի Երասխից մինչև Գյումրի երկաթգիծը, որը կա։ Այսինքն եթե մենք կարողանում ենք համաձայնության գալ եւ այդ ամեն ինչը իրականություն դարձնել, իսկ դա ըստ էության տեխնիկապես բարդ խնդիր չի եւ մեծ ներդրումներ չի պահանջում, մեր նախնական հաշվարկներով մաքսիմում 50 միլիոն։ Բացի երկաթուղուց, այստեղ իհարկե նախատեսված է նաեւ ճանապարհ, ժամանակին այդ ճանապարհը կար, բայց այդ ճանապարհը այսօր արդեն նաեւ չկա, հայմիջարից երկաթգիծներ չկա, որտեղ 42 կիլոմետրանոց երկաթգիծը, եթե չեմ սխալվում, 2005 թե 6 թվականին ուղղակի դեմոնտաժ արվել։ Այնտեղ այսօր միայն հողային ծածկ է։ Mēs անցյալ ամռանն եմ եղել այնտեղ, եթե չեմ սխալվում, եւ տխուր տեսարան է իհարկե ինքը, բայց դա պետք չէ էմոցիաներին տրամադրվել, պետք է ուղղակի մտածել, թե ոնց պետք է վերականգնել, եւ կողքից նաեւ ճանապարհը, որը էլի տնտեսական առումով արդյունավետ կլինի եւ նաեւ քանի որ ադրբեջանական կողմն ինքը շահագրգիռ է, ադրբեջանական խնդիրը այստեղ հիմնականում նրանում է, որ իր քաղաքացիները կարողանան օգտվել այդ տարանցիկ ճանապարհից, որին մենք պատրաստ ենք եւ մեր պայմանավորվածությունների մեջ, այս 3 համաձայնագրերի մեջ, այնտեղ մենք հստակ չափանիշները դրված է եւ թրիպում գրված է, որ բոլոր դեպքերում շատ կարճ ձևակերպում եմ տալիս, բոլոր գործընթացները, այդ թվում նաեւ սահմանային հատումները, բեռնափոխադրումները պետք է բոլորը տեղի ունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում։ Մենք պետք է ուղղակի իրենց հետ մտածենք, ոնց անենք, որպեսզի երկու կողմներ շահագրգիռ լինեն եւ արագ այդ աշխատանքները ավարտեն։ Բացի դրանից նախատեսվում է նաեւ նավթի եւ գազի տեղափոխման համապատասխան ենթակառուցվածքներ, ինչպես նաեւ նախատեսվում է այստեղ օպտիկա մանրաթելային մալուխներ անցկացնել, որտեղ այսօր այդ աշխատում է միջազգային, ես ասեմ։ Մենք այսօր օգտվում ենք այս ինտերնետից, այդ թվում նաեւ մենք շատ դեպքերում օգտվում ենք այս նույն ճանապարհից, որը Թուրքիայով է գալիս, որը Վրաստանով է գալիս, մենք ոչ միայն օգտվում ենք, այլ նաեւ տարանցիկ ենք եւ կարողանում ենք այդ փոխանցել մերձավոր արևելքի երկրներին, այդ թվում նաեւ արաբական երկրներին։ Այսինքն մենք չենք կարող այդ հնարավորությունից չօգտվել։ Եվ այս ամբողջը ինքը շատ գրավիչ է դարձել այսօր, ինքը այսօր կարող է ապահովել լիարժեք տարածաշրջանում խաղաղություն, ինքը կարող է ապահովել լիարժեք տարածաշրջանում զարգացում, հսկայածավալ ներդրումներ, որի մենք այսօր դեռևս ֆիզիկական ենթակառուցվածքների համար պատրաստ չենք, բայց սկսել են այդ աշխատանքները, խոսքը վերաբերում է հիմնականում նաև փաստաթղթային այդ աշխատանքներին, ինքը բարդ աշխատանքային առումով, որովհետև նոր հարաբերություններ է առաջացնում թրիպի մասնակիցների կամ երրորդ կողմի եւ թրիպի մասնակիցների կողմից, հիմնադիրը լինելու են Հայաստանի Հանրապետություն եւ Միացյալ Նահանգներ, այդտեղ նայած ներդրումների քանակությունից լինելու է նաեւ բաժնեմասի հարաբերությունների փոփոխություն, այսինքն այսօր մենք այդ փաստաթղթերի վրա ենք աշխատում եւ այդ շրջանակներում նաեւ այս տարի տեղի ունեցել մի հանդիպում արդեն Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի ղեկավարի եւ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի միջեւ, որտեղ որ հստակ պայմանավորվածություններ է ձեռք բերվել եւ այսպես կարող ենք ասել, ոնց որ սկիզբն է այդ աշխատանքների հայտարարվել, սա է ինչ որ
ուզում եի ձեզ ներկայացնել կամ ասել, չգիտեմ, ինչքանով բավարարեցիք։ Ձեր դիմա մասնագետների պահանջարկը այսպես է։ Աշխատանքի տեղ կունենա հաստատ, խաղաղությունը, պետությունը կապահովի եթե հաստատ, բանակը կամաց կկրճատեն մի տարի կդարձնեն։ Եվ երկու շատրվաններն են, որը ամբողջությամբ պատրաստվել է, այսինքն